Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր սովորականի պես սպասում են փաստերի, անակնկալների եւ իհարկե ինքնատիպ կարծիքների։ Մարդիկ, որոնք հավատում են մեր ալիքին եւ ամենակարևորը միշտ մեր կողքին են։ Իսկ այսօր մեր տաղավարում մի այնպիսի հրաշալի հյուր ունենք, մի այնպիսի հմայիչ ազնվորություն, ում հետ կարծում եմ միշտ էլ հետաքրքիր է զրուցելը։ Խոսքս հանրային ակտիվիստ, այսպես հանրային գործիչ, համայնքական ճակատշարժման անդամ Ռուզան Ստեփանյանի մասին է։ Բարև ձեզ, տիկին Ռուզաննա։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ես ուրախ եմ, որ նորից մեր տաղավարում եք եւ մենք հնարավորություն ունենք ձեզ հետ նորից զրուցելու եւ խոսելու բաց բոլոր այն թեմաների մասին, ինչը այսօր շատ արդիական է եւ շատ սպասված։ Դե իհարկե երևի այսօրերի ամենայսպես բուրըն խոսակցությունների թեման Աբու Դաբիում այդ համերաշխության, խաղաղության, բարեկամության, եղբայրության մրցանակի այդ հանձնումներ, որին մասնակցեց նաև Հայաստանի վարչապետը, այդ մասին ինչ կարող եք մեզ ասել, ինչ նոր հետաքրքիր փաստեր։ Շնորհակալություն, այո, Աբու Դաբիում արդեն Փաշինյանն ու Ալիևը որերորդ անգամն են հանդիպում եւ ամեն հանդիպումից հետո մեզ մի նոր անակնկալ է սպասվում։ Կհիշեք դուք օգոստոսի 8-ի Թրամփի ուղու ստորագրումից առաջ նորից Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Աբու Դաբիում եւ հետո պարզվեց, որ մենք այստեղ տալիս ենք մի ճանապարհ ադրբեջանցիներին ու Թուրքիային, որի վերջը մենք չգիտենք այդ ճանապարհի շահավետությունը Հայաստանի համար, մենք չգիտենք այդ ճանապարհի վրա ի վերջո ադրբեջանցիները վաղը մյուս օրը մեզ ինչ նոր պահանջներ են ներկայացնելու եւ եթե հայկական կողմից դա որակվում է որպես թրիփի ճանապարհ, ապա Թուրքիան, Ադրբեջանը չեն դադարում այդ ճանապարհը անվանել Զանգեզուրի միջանցք։ Ես այո, մեկ անգամ չէ, երիցս ասել եմ, որ Վաշինգտոնյան թրիփի ճանապարհը Զանգեզուրի միջանցքի հանձնում է իրենից ներկայացնում, որովհետև երբ որ ավելին ասեմ, երբ որ դու այդ 76%-ը հանձնում ես ամերիկյան կողմին, նշանակում է, որ մենք կապիտուլյացիա ենք ստորագրում Սյունիքի այդ ճանապարհահատվածի 76%-ի նկատմամբ։ Իսկ երեկվա հանդիպումը Փաշինյանը որակեց անհավատալի։ Ասում էր անհավատալի է, որ երբևէ մենք կտեսնենք, թե այստեղ Ադրբեջան, Հայաստան բարերը միասին կլինեն, մենք այստեղ խաղաղություն ենք ստորագրում, անհավատալի է, իհարկե անհավատալի է։ Անհավատալի է, որ հազարավոր զոհեր տված, Արցախը հանձնած, այսքան Բաքվի բանտերում հայ ռազմագերիներ խոշտանգվող, հարյուրավոր անհետ կորածների հեղինակը ոչ թե բանտում է, այլ Աբու Դաբիում եւ կրծքին աղավնու նշան է կրում։ Այո, անհավատալի է։ Եվ ոչ միայն անհավատալի է դա, այլ ես չեմ հավատում, որ գիշերով հային կացնահարող սպան Ալիևի կողմից հերոս է կոչվում, ես չեմ հավատում այդ Ալիևին եւ նրա խաղաղությանը եւ չեմ հավատում մեր սուտասան իշխանությանը։ Մենք պատերազմից անցել է 5 տարի մի քիչ ավել, մենք չունենք ստորագրված խաղաղության պայմանագիր։ Ուրեմն ինչի մասին է Աբու Դաբիի եղբայրական այդ կրծքանշանը եւ 1 միլիոն պարգևավճարը Նիկոլին ու Ալիևին։ Ես կարծում եմ, որ դա հայկական տարածքների հերթական զիջում է իր մեջ պարունակում, որովհետև մենք ամենամեծ զիջումը կարող է տեղի ունենալ գուցե եւ ընտրություններից հետո դա մեր սահմանազատման ընթացքում տեղի ունենալիք զիջումը կլինի, որովհետև մենք ունենք հանձնաժողով, ունենք հաստատված կանոնակարգ այդ հանձնաժողովի, բայց միանձնյա Կիրանցի, Բաղանիսի հողերը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմա չի շտապում սահմանազատում անել։ Ավելին ադրբեջանական ասկյարներին բերել լցրել է մեր տարածքի մեջ եւ մատը մատին չի տալիս,
այդ օկուպանտներին հայկական ինքնիշխան տարածքից դուրս վռնդելու հարցում եւ գնացել է Աբու Դաբիում այդ Արաբստանում այսպես մի հրճվանքով ասում է անհավատալի է։ Այո, անհավատալի է, որ այս թրքահպատակ իշխանությունը շարունակում է ղեկավարել մեր երկիրը։ Ես սա համարում եմ վտանգավոր հանդիպում, Աբու Դաբիի հանդիպումը, առավել ևս Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցից առաջ։ Վենսը լինելու է Հայաստանում եւ Բաքվում, եւ ես չեմ կարող ասել ինչ նոր փորձանք է սպասվում հայ ժողովրդին։ Միակ փորձանքը, որ այստեղ գալուց ընթերցեցի, դա այն էր, որ մարտ ամսին նախարարը ասում էր ժամկետ չի կարելի փոխել, պետք է փոխվի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Իսկ մենք գիտենք, որ այդ սահմանադրության փոփոխության թիվ 1 պահանջը անկախություն բառը հանելն է։ Այսինքն մարտ ամսին արդեն Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կդնի կեղծ ընտրություններով, կեղծ հանրաքվեով, եթե մենք լռենք, եթե մենք հանդուրժենք, կդնի թուրքական կրնկի տակ։ Մնացած պայմանավորվածությունները, թե մեր թիկունքում այդ Արաբստանում ինչեր պայմանավորվեցին Փաշինյանն ու Ալիևը, ես կարծում եմ որոշակի տեղեկատվություն կսպրդի եւ մենք դրա հիմքային վերլուծության արդյունքում կհասկանանք, թե ի վերջո ինչ է ենթադրում այդ կրծքին խաղաղության այդ աղավնին դնելը եւ այդպես հրճվել, թե սա անհավատալի է։ Մենք այսօր չունենք կոնկրետ ստորագրված խաղաղության պայմանագիր Բաքվի հետ։ Մենք ունենք Ադրբեջանի կողմից ամեն օր Հայաստանի ներկայացվող նոր պահանջներ, մենք ունենք եւ տեսնում ենք Բաքվի ամեն օրվա սպառազինությունը եւ մենք տեսնում ենք հայկական բանակի կազմաքանդումը։ Բոլոր առումներով հոգեբանականից մինչև զինվածություն։ Մենք տեսնում ենք այդ կազմաքանդումը։ Ինչու եմ ասում հոգեբանականից մինչև, որովհետև Պաշտպանության նախարար Պապիկյանը ստորագրեց օրեր առաջ, որ հոգևորականները այլևս բանակում տեղ չունենան։ Իսկ մենք լավ գիտենք, որ հոգևորականների ներկայությունը բարոյական լիցք է միշտ հաղորդել մեր զինվորին, սպային ու հրամանատարին։ Բարոյալքում են հայկական բանակը զինվորից մինչև հրամանատար։ Սա բարոյալքման ֆոնին, սա նաև մեր ինքնության դեմ պայքար է, որը տեղափոխվեց բանակ, երեկել մի ուսապարկի եղբայր ասել էր, որ պետք է հիվանդանոցներից հանվեն այդ մատուրները, որտեղ մարդիկ իրենց հիվանդին տանելուց նաև այդտեղ են կանգնում եւ աջակցություն խնդրում նաև աղոթում եւ ապավինում Աստծո աջակցությանը, ասել էր, որ պետք է հանվի, որովհետեւ դա նվաստացնում է բժշկի աշխատանքը։ Իգիտություն ձեզ ասեմ, որ բժիշկների զգալի մասը, եթե ոչ 100%-ը, ծանր վիրահատությունից առաջ իրենք են աղոթում, հետո սկսում այդ հիվանդի վիրահատությունը կամ հիվանդի բուժումը։ Դուք, այո, նվաստացնում եք մեր երկիրը, դուք ձեր գոյությամբ, ձեր լինելիությամբ կասկածի տակ եք դնում մեր երկրի լինելիությունը, մեր անվտանգությունը, մեր արժանապատվությունը եւ ընդհանրապես հայկական աշխարհը։ Տիկին Ռուզաննա, դե այս իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սկսած արշավը շարունակվում է եւ հայտնի չէ թե ի վերջո երբ կավարտվի եւ ինչ արդյունք կարող են ունենալ, բայց միթե մենք քրիստոնյա ժողովուրդը լինելով աշխարհի առաջին պիտի սա այսպես հանգիստ հանդուրժենք։ Տեսեք, պարոն Ղուշյան, հենց երեկ Եվրոպայում տեղի էր ունենում եվրոպական կրոնի կամ համոզմունքի ազատության ֆորում, այդ ֆորումին մասնակցում էին նաև Հայաստանից ներկայացուցիչներ, այդ ֆորումը դատապարտել է Փաշինյանի, ես կարդում եմ իրենց հաղորդագրությունը, դատապարտել է Փաշինյանի կառավարության գործողությունները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, դրանք բնորոշելով որպես լուրջ սպառնալիք
կրոնի եւ համոզմունքի ազատությանը աշխարհի առաջին քրիստոնեական երկրում։ Ավելին, կազմակերպությունը զգուշացրել է, որ այս հակամարտությունը կարող է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը, արդեն մենք չենք ասում, տեսեք, որ սա կարող է խաթարել մեր ազգային ինքնությունը, մշակութային ժառանգությունը, ներքին կայունությունը շարունակվող տարածաշրջանային լարվածության պայմաններում։ Նշվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Փաշինյանի ղեկավարած կառույցը կտրուկ ուժեղացրել է ճնշումը եկեղեցու վրա։ Սա ես կարծում եմ Արաբստանում Փաշինյան-Նիկոլ հանդիպման կարևոր կետերից մեկն է եղել, որ այո պիտի մեծացնել ճնշումը, որովհետև ոչ Էրդողանը եւ ոչ էլ Ալիևը չեն հանդուրժի, որ մենք ունենանք մեր կրոնը, մեր հավատը, որովհետև դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, բայց մեր կրոնը, մեր հավատը մեզ բերել հասցրել է այսօրվան։ Այդ հալածանքը հայ եկեղեցու դեմ ուղղված է Հայաստանի լինելիության դեմ, ուղղված է մեր ինքնության դեմ եւ ուղղված է մեր հոգեվոր բոլոր զգացմունքների դեմ եւ դա պատվեր է Թուրքիայից եւ ցավոք ես այսօր տեսնում եմ հատկապես Արաբստանում իրենց հանդիպումից հետո ես տեսնում եմ որ Հայաստանը ղեկավարում է Ալիևը իր աշխատողի միջոցով։ Մենք դատապարտել ենք համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը բազմիցս դատապարտել ենք եկեղեցու վրա, մեր լինելիության վրա այս փոքրիկ խմբակի հարձակումը թուրքական ու ադրբեջանական հրահանգով, պահանջով կամ պատվերով, բազմիցս դատապարտել ենք, մասնակիցն ենք եղել նաև եկեղեցու դեմ արշավի այդ ակցիաներին եւ ասեմ ավելին բազմաթիվ նամակներ ենք ուղարկել տարբեր կառույցներին, դատախազություն, սահմանադրական դատարան, կառավարություն, քննչական, ԱԱԾ, նախագահական, բոլորից պահանջել ենք, որովհետև բոլորը ըստ իրենց գործունեության բնույթի սահմանադրությամբ իրավունք ունեն վերապահված, բոլորից պահանջել ենք հստակ նշել այն կետերը, ինչով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը եւ որ կետով սահմանադրության որ կետով է առաջնորդվում, երբ հարձակվում է եկեղեցու վրա։ Բոլորի պատասխանները ջուր են, բոլորի պատասխանները ոչինչ չասող են, որովհետև բոլորը վախենում են այս իշխանությունից եւ բոլորը մտածում են, որ իրենք գործ չունեն։ Բայց ասեմ, որ այդ բոլոր պատասխանները ներկայացվելու են համահայկական ճակատ շարժման կողմից առաջարկված ու ստեղծված հանրային տրիբունալի դատին, որովհետև թե սահմանադրական դատարանը, թե մյուս բոլոր ուժային կառույցները, որոնք այս օրերին լռում են, մտածում են, որ իրենք չմատնանշեն, թե որ կետով է Նիկոլ Փաշինյանը խախտել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, իրենք ազատվելու են պատասխանատվությունից, ոչ։ Լռելը մասնակցություն է, հանցակցություն է կամ իրենց հետ նույն ուղին կիսելն է։ Մենք այդ բոլոր խնդիրները հավաքելու ենք, այդ բոլոր պատասխաններով հանդերձ ներկայացնենք ինչպես տրիբունալի դատին, այնպես էլ 4 ամիս հետո Հայաստանում իշխանափոխությունից հետո վստահեցնում եմ, այս խմբակը կանգնելու է կոնկրետ դատաստանի առաջ, կոնկրետ դատի առաջ։ Սրանք այնքան անսուրբ են, որ անգամ մեր դատաստանագիրքն են երկրից հանել տարել ուրիշներին նվեր։ Դուք կարող եք ձեր տնից մի զույգ կոշիկ տանեք նվեր, կոստյում տանեք նվեր, դուք մեր մշակութային ժառանգությունից հեռու պահեք ձեր ձեռքերը։ Տեսակ, Արաբստանում խոսում էին ոչ մի կետ, ոչ մի բառ մեր ժառանգության, մշակութային ժառանգության վայրագությունների մասին, որոնք կատարում է այսօր Ադրբեջանը Արցախում։ Ոչ մի բառ Բաքվի բանտերում ամեն օր հալածվող մեր գերիների մասին, ոչ մի բառ որոնողական աշխատանքների մասին, որին սպասում են անհետ կորածների հարազատները, ոչ մի բառ, զրո դիտարկում, իսկ երբ դիմում ենք, ասում ենք ինչ եք անում,
ասում են մենք ամենտեղ բարձրաձայնում ենք, ինչու չենք լսում ձեր բարձրաձայնումները, իդեպ այսօր հենց Բաքվի դատարանում տեղի է ունենալու մեր ռազմագերիների դատը, իսկ այդ դատի հիմքում դրված է Հայաստանի օկուպանտ լինելու այդ հոդվածը, Հայաստանի ցեղասպան լինելու այդ հոդվածը Շինց ու Բաքվի կողմից եւ չի բացառում, որ իրենք կպահեն դա իրենց մի պահարանում, հարմար պահի կհանեն ու կասեն օկուպանտ, ցեղասպան եւ Հայաստանը այս առանց զինվելու բարոյալքված այս վիճակով Հայաստանը Ալիևը ճիշտ էր ասում, ոտքով կգամ Երևան չայ խմելու, բերում են այս սրան Հայաստանին, հիմա ես դրա համար իմ վերջին բոլոր եթերներում միշտ դիմում եմ իմ հանրությանը, իմ արժանապատիվ ժողովրդին, իմ սիրելի հայրենակիցներին, սա խապկանք է, Հայաստանը չի ապրում խաղաղության դարաշրջան եւ չի բացառվում, որ այս իշխանության վերընտրվելուց հետո հենց հունիսի 10-ին Հայաստանը մխրճվի մեծ պատերազմի մեջ եւ այո Ալիևը գա Երևանում չայ խմելու։ Մի արեք այդ սխալը, նորից մի տարեք մեր տղաներին զոհասեղանին եւ ամբողջ ազգին գելյոտինի ցեղասպանության առաջ մի կանգնեցրեք, որովհետեւ մի քանի ամիս հետո մեր յուրաքանչյուրի ընտրությունից է կախված, թե մենք կունենանք փոքրիկ փողոց հայկական անվանումով Երևանում, թե նույնիսկ դա էլ չենք ունենա, որpիսի մենք չունենանք այս վտանգները մեր առաջ, մեզ հարկավոր է օր առաջ սթափվել, առաջին հերթին ուժեղացնել մեր երկրի անվտանգությունը, հզորացնել մեր բանակը, զինել մինչև ատամները մեր բանակը եւ այս ամենի կոնտեքստում ամեն օր լուրջ ներդրումներ անել, հզորացնել մեր երկրի տնտեսությունը թույլերի հետ, պարտվածների հետ, հարմարվողների հետ ոչ ոք հաշվի չի նստում։ Եվ եթե ուզում ենք մենք այս երկրագնդի վրա հարյուրավոր այսպիսի ազգեր եկել ու ոչնչացվել են։ Եթե ուզում ենք մենք մնանք, լինենք որպես այն արժանապատիվ ազգը, որը ծնել է Մոնթեներ, որը ծնել է հարյուրավոր, հազարավոր հերոս տղերք, որոնք հիմա եռաբլուրում են, գոնե այդ տղերքին արժանի լինելու համար մենք պետք է սթափվենք եւ գնանք հունիսին այս փոքրիկ խմբակին գուցե ուղարկենք իրենց, տեսեք, եղբայրության մեդալ են ստանում, գուցե ուղարկենք այնտեղ։ Ինձ համար նաև շատ այսպես զարմանալի է մեր այս պաշտոնյաների կեցվածքը։ Արդարադատության նախարարին հարցնում են, լրագրողն է հարցնում, մատնանշեք, որ կետով է Նիկոլ Փաշինյանը սահմանադրության, որ կետով է Կտրիչ Ներսիսյանն ասում, որ կետով է կարգալույծ եղած քահանային մտցնում եկեղեցի պատարագի, ասում է Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքացի բոլոր իրավունքները ունեն, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իր կոնկրետ այդ տիրադավերի հետ հայտարարության տակ ստորագրում է որպես վարչապետ։ Հարցնում են, բա վարչապետ է ստորագրել, ասում են ամեր երկրի վարչապետն է։ Ինչպես գտնում է, ճիշտ այդպես էլ վարվում է։ Հիշեք, իշխանափոխությունից հետո բոլորդ եք կանգնելու դատարանի առաջ, բոլորդ, որևէ մեկը չի, ոչ մի այն որ ասում եք է, ձուկ չի պլստալու, այո, ոչ մեկը չեք պլստալու, մեր գլխին այս արհավիրքը կախելու, մեզ այսպես անարժանապատիվ կյանք տալու, մեր եռաբլուրը մեծացնելու, Արցախահայերին իրենց հազարամյա բնորանից հայաթափելու համար դուք չեք կարող պատասխանատվության չենթարկվել։ Նորից եմ ասում, մեզանից որևէ մեկը իրավունք չունի հավատալու Ալիևի ու Փաշինյանի կեղծ խաղաղության օրակարգին։ Տիկի Ռուզաննա, ես լսում եմ ձեզ եւ իհարկե մտածում, որ փառք Աստծո կան ձեր նման անձիկ, բայց մի բան եմ ուզում ասել, քանի դեռ կա այս վարչապետի գեղարվեստական ղեկավարը, ով մեր երկրի վարչապետն է նաեւ,
Մենք շատ ու շատ նոր փորձությունների առջև ենք դեր կանգնելու։ Լավ, ինչ անենք, որ սա չշարունակվի։ Պարոն Ղուշյան, մենք այս 8 տարիների ընթացքում կլոունադայի բազմաթիվ դեպքեր ենք տեսել, կլոուներին շատ ենք տեսել։ Կհիշեք, լավաշ էին պատրում ուտում, միասին բրդուճ էին վերցնում, մետրո էին նստում, գնում էին բանկում հերթ էին կանգնում, հիմա ասում են, դե ոնց կլինի մենք լավ կոստյումով չգնանք արտերկրից եկած մեր հյուրերին ընդունենք։ Ես էլ ասում եմ, բա ես էլ եմ ուզում այդ լավ կոստյումը հագնեմ, արտերկրից եկած իմ բարեկամին ընդունեմ, որ իմ բարեկամը հանկարծ չմտածի քոսոտ կառավարության, քոսոտ երկրում եմ ապրում, հանկարծ նման բան չմտածի։ Ես էլ եմ ուզում։ Դրա համար ես նորից եմ ասում, այս շոուները, այս կեղծ դե այդ սրտիկները տեսնում եք այդ ամեն առավոտվա մեր բազմաթիվ թոշակառուներ արդեն ուղիղ իրենց ճակատին ասել են ձեր սրտիկը պահեք մեզ ապրելու հնարավորություն տվեք, մենք ապրել ենք ուզում, մենք կես միլիոնից ավել թոշակառուներ ունենք, որոնք ցրտի, սառնամանիքի, օրվա հացի կարոտ ապրում են։ Եվ որպիսի չլինի նորից այս կլոունադան, ես մեղմ եմ ասում, որպիսի մենք չունենանք այս խմբակին, հարկավոր է ազգային ուժերի համախմբում, ինչու ոչ, հայրենասեր ուժերի համախմբում է հարկավոր է երկրի անվտանգությունը դարձնել բոլոր ուժերի գերակա խնդիրը, որովհետև առանց անվտանգ երկրի մենք դատապարտված ենք թուրքական վիլայեթ լինելու։ Համախմբել հայրենասերներին, մենք շատ ու շատ լավ զինվորականներ ունենք, համախմբել այդ բոլորին, գտնել բոլոր լուծումները երկրի անվտանգությունը մեծացնելու համար։ Եվ ի վերջո մենք հունիսին գնանք ընտրության ոչ ասելու թրքահպատակությանը, ոչ ասելու թուրքական վիլայեթ դառնալուն, ոչ ասելու մեր եկեղեցու դեմ արշավին, ոչ ասելու սուտասաներին, ոչ ասելու մեզ թալանողներին, ոչ ասելու երկիրը աղքատության մեջ դնողներին ու ամեն օր պարգևավճար ստացողներին եւ ոչ ասելու թուրքական պատվերը Հայաստանում կառավարողներին, թուրքական պատվերով Հայաստանը կառավարողներին։ Տիկին Ռուզաննա, դուք ես արդեն նշեցի, որ բավականին ակտիվ եք ձեր գործունեության շրջանակներում եւ բոլորովին վերջերս միակցիա կատարեցիք բողոքի այտակցիան ընդդեմ հանրապետության նախագահի վերջերս Դավոսում ունեցած դրա պատմական այդ կծրանքի ելույթի կապակցությամբ ասելով պահանջեցիք, որ նա ներողություն խնդրի հատկապես զոհված տղաների ծնողներից, ինչ որ բան տեղից շարժվեց։ Ոչ միայն զոհված տղաների ծնողներից, 150,000 արցախահայերից, անհետ կորածների ընտանիքներից, ինձանից, ձեզանից, արժանապատիվ բոլոր հայերից, այո, պահանջում ենք ներողություն, բայց քանի որ Փաշինյանական իշխանությունը առավելապես հակված է լիզելու օտարի կոշիկը, քան գնահատելու հայ արժանապատվությունը, նույնիսկ այդ վախկոտ այդ կառույցից բոլորը վախկոտ էին, որևէ մեկ անգամ ներս չիջավ ներքև, լսելու այդ հավաքվածներին, ուստի մենք որոշեցինք մենք ինքներս այցելենք Եռաբլուր, բազմիցս ներողություն, գուցե եւ ամեն օր մենք մեր ներսում ներողություն խնդրում ենք այդ տղաներից, մենք ինքներս ներողություն խնդրենք այդ տղաներից, քանի որ Փաշինյանական իշխանությունը իր Վահագն Խաչատուրյանով, Ալեն Սիմոնյանով, Արարատ Միրզոյանով եւ մյուսներով ի վիճակի չեն հայ ժողովրդից ներողություն խնդրելու, բայց կարող են ու մենք դրա ականատեսն ենք եղել, թե ինչպես են
երբեմն գոհունակություն, երբեմն շնորհակալություն, երբեմն խոնարհում, երբեմն Էրդողանի գիրքը իրենց կրծքներին սեղմել, իրենք դրան են ընդունակ։ Մենք մեր պահանջը բարձրացրեցինք եւ ամեն անգամ ասելու ենք, որ դուք վախկոտ եք օտարի առաջ եւ դուք ի վիճակի չեք ներողություն խնդրել այն ժողովրդից, որը 18 թվականին ձեզ այդպես երբեմն հիմա հազարավորների կողմից այդ փոշմանելու բանով, որ իրենք ինչու բերեցին այս խմբակին, որ ինձ հիմա դժվարությամբ ենք կարողան, որովհետև գիտեք ինչ, այս խմբակը չի խնդիրը այս խմբակի հետևում կանգնած օտարերկրյա ղեկավարներն են, այլապես այս խմբակը ինչպես կարողացավ այն մի խմբակին հանել, այդպես էլ մենք կարող էինք, չէ, բայց քանի որ հետևներում կանգնած են Ալիևի նման, Էրդողանի նման, Անգլիայի մյուս շատ ու շատ պետությունների նման ղեկավարներ, իրենց կարծես թե ամրացնում են։ Տեսեք, փող են ուզում Եվրոպայից, ասում են տվեք, որ մնանք։ Իրենց այս բոլոր մեսիջները ուղղված են Էրդողանին, Ալիևին, ասում են մեզ պահեք, որ մենք ձեր բոլոր պահանջները կատարենք, կգա ազգային ուժ, իջիկ կդարձնի Փաշինյանի բոլոր ստորագրությունները եւ կսկսի իր կետից, որովհետեւ այն ինչ այս իշխանությունը արել է 8 տարում, դա մեր բոլորի արժանապատվությանն է վնասել, մեր հարյուրավոր ընտանիքների, հազարավոր ընտանիքների արժանապատվությանն է վնասել։ Եվ չենք ակնկալում, գիտեք, որ Վահագն Խաչատուրյանը կարող է ներողություն խնդրել, Նիկոլ Փաշինյանը կարող է, ակնկալում ենք, որ օրինակ Ալեն Սիմոնյանը, որպես քաղաքացի ոչ միայն, այլ նաև երկրի երկրորդ դեմք, կարող է էլի մեկ մարդու վրա թքել, որովհետև իրենց գործելավոճը հենց դա է։ Ցույց տվեք որևէ երկիր, որտեղ իշխանության գլուխ կանգնած դեմքը Ալեն Սիմոնյանը իրենց խորհրդարանական տիպիկ երկրներում որևէ Ալեն Սիմոնյան որևէ երկրում թքի իր քաղաքացու վրա եւ շարունակի պաշտոնավարել ու մեզ էլ հաթաթա ասի մենք ստացել ենք պարգևավճար, ելի ենք ստանալու, վերընկեք տեղներդ, չկա նման երկիր։ Ուղղակի մեզ հոգեբանորեն են ճնշել։ Մեզ փորձում են հիմա բարոյալքել մինչև շրիշակի աստիճան, բայց ամեն օր ես հանդիպում եմ արժանապատիվ հայի, ամեն օր ես հանդիպում եմ սրանց վռնդելու ցանկություն ունեցող հայի, ամեն օր ես հանդիպում եմ մարդկանց, ովքեր ուզում են օր առաջ սրանք լքեն այս ոչ միայն պաշտոնը, այլև այս երկիրը։ Շնորհակալ եմ Տիկին Ռուզաննա այսօրվա հանդիպման համար, կարծում եմ առաջիկայում կունենանք նոր հանդիպումներ եւ կփորձենք իսկապես բացահայտել այս հանձակուրդ ռեժիմի իսկ ռեալեսպես իրական դեմքը։ Այսօր համար շնորհակալ եմ, լավ մնացեք։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ հյուրընկալել էինք համահայկական ճակատ շարժման անդամ Ռուզան Ստեփանյանին։ Սպասեք իհարկե նման մարդկանց նաև մեր առաջիկա եթերներում։ Այսօր այսքանը, ցտեսություն։